իսկ մատնահանդարում են ինքը նոր տեխնիկա է, ես նշեցի, որ ինքը Հայաստանում միայն ես եմ իրան դասավանդում, ինքը շատ լավ մանիկյուրի տարբերակալ հուկկայով ամբողջ աշխատանքը սրեզը արվում է հուկկայով, պալերովկա, սրեզ, ամբողջ մաքրվում է, բայց դե բնականաբար սիրուսները բացվում են պլանայով, որովհետև այդ չաղոն պլանային հաստատ չէր մտնում։ Այստեղ պարտադիր պետք է աշխատել Դիգիտրատրոշի ցանապոշի դա պարտադիր պայման է, չենք վերցնում սովորական մանկական ցանապոշի, որտեղ մանկական ցանապոշիների մեջ կա գլիցերինը մեծ մանգարի, մեզ պետք է ունենալ օթո պաթոլոգիչի ցանապոշի, եւ այս ցանապոշիները առհասարակ հիպերկետրոզի ժամանակ են կարող կիրառել ու քննիր չունենալ։ Հիմա տեսեք, պլանայով երկու կողմերից բացվում է, սկզբում ձախով 7000-ի տակ սկսում ենք մաքրել, բարձրացնում ենք մեր համաշտովերը, սկսում ենք ձախը մաքրել, հետո աչը մաքրել, բակավոր բալիկները մաքրել, հետո արդեն ձեռքը որով նկարում եք շրջում ենք, մաքրում ենք վերևից ներքև։ Սլավ, պալերովկա է անում, ինքը լիարժեք մաքրում է, բայց այս են դեպքում, եթե շատ արտահայտված չի, հիպերդիտրոզ չունի, ճաքեր չունի։ Այս են դեպքում այս պանիկյուրությամբ ամբողջ աշխարհում համարվում է ամենաանվնաս մանիկյուրի տեխնիկա, ամենաանվնաս, որ ոչ մի պրոստոտիկ չի օգտագործում, ալմազնից մեզոններ չեն օգտագործում սրեզի համար, բայց միաժամանակ նաև քիչ է մաքրում։ Այս են դեպքում է, որ ասում է կյանքի մոնիկը շնորհիվ չի կարող։ Այսի այդ մարդկանց համար իդեալական տարբերակ է։ Ինքը պրոստը կմաքրի ձեր աշխատանքային տարածքը այն ինչ-որ ավելորդ է կմանի, բայց հաստատ նկրատի տեխնիկա չի, ապարատի մանիկյուրի ուժ չի։ Իսկ եթե կուտիկուլանը դուրս կպած են յամանգին, դրան ճղվում հետ ավելորդ։ Ես կոմբի եմ անում այդ ժամանակ, ինքը ես լոժնեն նորցիա, ես իրան անպայման կոմբի մանիկյուրի։ Իսկ կարելի է սեր ինչ-որ աշխատանք իմովը կարող է, ոչ թե հատի իմովորների մեջ կակերատալի, հետո պետք է շատ լավ յոմազրկել, որպես հակրիցիա ունենակ, և ակրիցիան անցվոր կախետարոշետի իմովորը այդ կանդող նյութը, գելային սաստավը միշտ մնում անցուղ այդ խոնակ պահելով այդ դաշտից, մեզ ոբշե դա խոնակություն դեր չի։ Արտիցնան տեխնիկան,